Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի նյարդաբան Մարի Հակոբյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը չմերժեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բժշկուհի, կուզենայի, որպեսզի այսօր մեր տաղավարում խոսեինք այն հիմնական թեմայից, որը առկա է գրեթե բոլոր բուժառուների մոտ՝ գլխացավեր։ Գլխացավեր, դրանց տեսակներ, խնդրեմ։ Գլխացավերը, քանի որ բազմաթիվ են եւ իրենց առաջացման պատճառներով եւ տեսակներով, դասակարգում ենք առաջնային եւ երկրորդային գլխացավերի։ Առաջնային գլխացավերից են միգրենը, լարվածյան գլխացավը, կլաստերային գլխացավը։ Իսկ երկրորդային գլխացավերը դրանք կարող են լինել այլ հիվանդությունների դրսևորումներ, օրինակ անոթային հիվանդությունները, գլխուեղի ինսուլտների հետևանքով կարող են գլխացավեր լինել, կանգուղեղային տրավմաների հետևանքով, հիպերտենզիոն գլխացավեր ունենք մենք, որը հետևանք է զարկերակային բարձր ճնշման, երբ որ հիվանդները իրենց տեղը չեն խմում, բարձր ճնշում են ունենում եւ հիմնական գանգատը կարող են նշել գլխացավ, գլխապտույտներ։ Գլխացավերը առաջնային տեսակներից պիտի նշեմ շատ հաճախ հանդիպող լարվածյան գլխացավն է, որն իրենից ներկայացնում է սեղմող ճնշող բնույթի ցավեր եւ հիմնականում դա կարող է կապված լինել բուժառուի աշխատանքային գործունեության հետ, նյարդային հոգեկան վիճակով պայմանավորված։ Միգրենը մյուս գլխացավի տեսակն է, որը ավելի իր դրսևորումներով, բնույթով ավելի սուր, պուլսանման գլխացավերն են եւ կարող են ուղեկցվել սրտխառնոց, փսխումով, լույսի եւ ցայների նկատմամբ տհաճությամբ եւ անտանելիությամբ։ Միգրենոզ գլխացավերը իրականում շատ անտանելի գլխացավեր են եւ ազդում են նաեւ հիվանդի աշխատունակության վրա եւ տրամադրության ֆիզիկական գործունեության վրա բացասաբար են անդրադառնում։ Եղանակներ այս դեպքում միգրենի դեպքում։ Տեսեք, միգրենը հիմնականում նաեւ ունենում է ժառանգական բնույթ, այսինքն կարող ենք մենք կլինիկորեն է դիագնոզվում եւ հիմնականում ընտանիքում նույնպես ունենում են միգրենով պացիենտներ։ Բեշնական բուժում չունի միգրենը, դա տարիների ընթացքում կարող է տարիքին զուգընթաց նոպաների հաճախականությունը նվազել։ Մենք իրականացնում ենք ցավերի դեպքում հենց անալգետիկներով բուժումը, կախված իր ուժգնությունից, կարող են սկզբնական թեթև անալգետիկներն օգնել, իսկ հետագայում նաև այդ թույլ անալգետիկներից պետք է անցել տրիպտանների։ Եվ պրոֆիլակտիկ բուժում ենք իրականացնում։ Կլաստերային գլխացավը ինքն իր տեսակով ավելի սուր, ինտենսիվ բնույթի գլխացավեր են, որոնք ընդգրկում են ակնագունդը եւ հարակից հատվածը եւ հիմնականում իր տևողությունը մի քանի րոպեի ընթացքում կարող է մաքսիմումի հասնել, գիշերային ժամերին է սկսվում, հիվանդները կարող են քնից արթնանալ այդ ցավի պատճառով, կարող է ուղեկցվել նաեւ ակնագնդի շրջանում կարմրացությամբ, այտուցվածությամբ, արցուկահոսությամբ եւ քդի փակվածությամբ կամ քթահոսությամբ։ Մի քանի րոպեի ընթացքում հասնում է իր մաքսիմումին ու հետագայում արդեն սկսում է ցավը նվազել։ Այս դեպքում հիվանդներին խորտ է թվում առաջնահերթ թթվասնով սառը օդը շնչելը եւ նույնպես անալգետիկների կիրառումը։ Այսինքն այդ դեղորայքի ընդունում է համենայն դեպս ճիշտ է գլխացավի դեպքում։ Այո, ճիշտ է, որովհետև հիվանդները հիմնականում չեն կարողանում այդ ուժեղ ցավին դիմանալ, ազդում է իրենց աշխատունակության վրա, տրամադրության վրա, անտանելի է գլխացավերը, կյանքի որակը փչացնում է։ Այնուամենայնիվ լինում է, երբ գլխացավը առաջանում է ինչ-որ հիվանդության պատճառով, այսինքն ինչ-որ հիվանդության հետևանք է այն հանդիսանում։ Սրանք որ դեպքում են։ Տեսեք, ուռուցքների դեպքում կարող է լինել գլխացավեր, որոնք ուռուցքի տեղակայումից կախված, երբ որ սեղմում է նյարդը, բերում է գլխացավերի։ Բացի դրանից նշեցի նաև տրավմաների դեպքում, գանգուղեղային տրավմաների հետևանքով կարող է լինել գլխացավ, սպոնդիլոգեն գլխացավերը, որոնք պայմանավորված են ողնաշարի պարանոցային հատվածում, ողերի ցանկացած դիստրոֆիկ դեգեներատիվ խանգարումների դեպքում, որոնք սեղմում են նյարդը, նույնպես բերում են գլխացավերի, որոնք ճառագայթում
արտահայտում են պարանոցային հատվածից։ Տարբեր են գլխացավերի այրան շրջանառության խանգարումների հետևանքով կարող են լինել գլխեղի այրան շրջանառության խանգարումների հետևանքով Հիմնականում նաև չէ զարկերակային ճնշման բարձր ճնշման դեպքում, այո, հիվանդները հիմնականում որ հիպերտոնիկ հիվանդներ իրանց տեղերը չեն խմում եւ ունենում են գլխացավեր, գլխապտույտներ Այս դեպքում առաջնահերթ ինչին պետք է ուշադրություն դարձնել, իջեցնել այդ զարկերակային ճնշումը, թե պարզապես դեղորայք ընդունել գլխացավանցել, օրինակ հիպերտենզիոն գլխացավերի դեպքում ճիշտը կանխարգել են, այսինքն հիվանդը եթե գիտի, որ ինք ունի բարձր ճնշում, պիտի սիստեմատիկ իր դեղորայքը օգտագործի, որպեսզի հետո չբարձրանա եւ չունենա գլխացավեր, կանխարգելի է այս դեպքում, բայց եթե բարձրացել է, արդեն գոնե այդ ժամանակ ընդունի իր դեղորայքը Զուգահեռ գլխացավի դեմ ճնշումը իջեցնող, ինչպես նաև կախված, եթե հիպերտենզիոն է, ճնշումը իջեցնող, կարող է անալգետիկներ օգտագործել սովորական։ Լինում են նաև դիմային ցավեր, եթե չեմ սխալվում։ Այո, երրորդյակ նյարդի նևրալգիաները, դրանք նույնպես շատ հաճախ են հանդիպում։ Երրորդյակ նյարդը, ինչի է կոչվում երրորդյակ, որովհետև ունի 3 ճյուղ, ակնային, վերցնոտային եւ ստորցնոտային ճյուղերը։ Հիմնականում ավելի շատ վերցնոտային եւ ստորցնոտային ճյուղերի հատվածում են ցավերն առաջանում։ Դրանք նույնպես անտանելի ցավեր են, իրենք մի քանի վայրկյան տևողությամբ սուր, կրակող, կարծես հոսանքի, էլեկտրական հոսանքի հարված հիշեցնող ցավեր են։ Կրակող բնույթի ցավեր են, մի քանի վայրկյան տևում են, անցնում են, սակայն կարող են էպիզոդիկ պարբերաբար կրկնվել։ Դրանց պատճառները նույնպես բազմազան կարող են լինել, կարող է պատճառը լինել տրավմաները, նյարդի վնասումը, ուռուցքների հետևանքով, երբ որ սեղմվում ճշվում է երրորդյակ նյարդի ճյուղը, կարող է լինել նաև հերպես զոստերով վարակված հիվանդների մոտ հետհերպետիկ նևրալգիան եթե ընդգրկել է ճյուղը, նույնպես այդ դեպքում մենք ունենում ենք ցավեր։ Բուժման մեթոդներ կա այս դեպքում։ Այո, այս դեպքում հիմնականում հակացնցումային պրեպարատներ ենք մենք կիրառում։ Կախված պատճառներից, եթե ուռուցքն է արդեն վիրաբուժական մեթոդներով։ Պատճառից կախված։ Տեսեք, մարդը ունի գլխացավ։ Ինչ անի առաջին հերթին, ընդունի տեղահար, թե դիմի բժշկի։ Տեսեք, քանի որ մեր բնակչությունը պետք է նշեմ, որ հիմնականում գլխացավերի դեպքում իրենք սիրում են իրենց հարևանների խմած տեղերը օգտագործել, նոր գալ հասնել բժշկի։ Կամ որպես ավանդույթ արդեն ունեն, չէ՞, մի քանի անուն այդպես տեղեր։ Ինքնաբուժությամբ զբաղվում են, նոր գալիս հասնում են, բայց ես խորհուրդ եմ տալիս, եթե գլխացավերը ազդում են կյանքի որակի աշխատունակության վրա պարբերաբար բնույթ են կրում, ուղեկցում են այլ կլինիկական դրսևորումներով, գիտակցության կորստի նոպաներ, սրտխառնոց, փսխում, բարձր զարկերակային ճնշում։ Այդ դեպքում ես խորհուրդ կտամ պարտադիր դիմել մասնագետի, որպեսզի ճիշտ դիագնոզ տրվի եւ ըստ այդմ ճիշտ բուժում։ Եվ որպես որպես պոլիկլինիկայի նյարդաբան, ըստ ձեր ունեցած ցուցանիշների, դիմում են արդյոք։ Գլխացավի դեպքում դիմում են։ Տեսեք, եւ դիմում են, եւ ուշացած են դիմում, եւ երկուսն էլ կա։ Կա որ հենց ունենում են միանգամից են գալիս, մի օր գլխացավ են ունեցել ու եկել են։ Կա որ, այո, այդ ողջունելի է, բայց կա որ տարիներով տանջվում են, բայց չեն փորձում տնային մեթոդներով կամ հարևանների օգտագործած տեղերի փորձի հիման վրա փորձում են իրենք էլ այդ հարցը այդպես կազմակերպել։ Այսինքն այդ գլխացավը կարծես դառնում է իրենց կյանքի, հա, մի մասնիկը, այդպես համընթաց պիտի լինի այդպես։ Այո, կա որ ասում են մենք արդեն սովորել ենք այս գլխացավի հետ։ Որպես նյարդաբան հիմնականում այլ հիվանդություններով, այլ խնդիրներով բուժառումների թիվը ինչքան է գլխացավերից տարբերվող է։ Օրինակ գլխացավերից բացի շատ են դիմում նաև ողնաշարի ցավերով, մեջքի ցավերով, ձեռքերի թողով, թմրածությունով, շատ են, այդ նույնպես դրանք շատ են հանդիպում։ Օրինակ ձեռքերի թող, սա ինչի հետևանք է, ինչ հիվանդություն է, իրենց ինչ է ներկայացնում։ Ձեռքերի թողը կարող է լինել շատ տարբեր հիվանդությունների դեպքում, օրինակ բանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում նույնպես կարող է ձեռքերի թող լինել, շաքարային դիաբետով հիվանդների մոտ եւ որ գլյուկոզայի
մակարդակը շատ բարձրանում է կամ իջնում է, նույնպես ունենում են ձեռքերի տող։ Պատճառները տարբեր են, կարող են Պարկինսոնի հիվանդության դեպքում տող հանդիպել, շատ դեպքերում հիվանդները, երբ որ տեսնում են, որ ունենում են ձեռքերի տող, առաջնահերթ մտածում են, որ իրենց մոտ Պարկինսոնի հիվանդություն է, ավելի շատ այդ կարծրատիպն է ընդունված, բայց հիմնականում պատճառները տարբեր են, մենք ունենք նաև էսենցիալ տրեմորը, էսենցիալ տողը, որը ժառանգական ընտանեկան բնույթ է կրում, այսինքն ընտանիքում ժառանգորեն այն անցել է, ընտանիքում նույնպես ունեն ձեռքերի տող։ Ձեռքերի տող եւ թմրածություն, սրանք իրար հետ զուգակցվում են, թե տարբեր դեպքեր են։ Տեսեք, ձեռքերի թմրածության պատճառները կարող են նույնպես բազմազան լինել, դրանք կարող են պայմանավորված լինել ողնաշարի պարանոցային հատվածի դեգեներատիվ փոփոխություններով, միջողնային սկավառակների ճողվածներով պայմանավորված, որոնք սեղմում են ճնշում են նյարդը, բերում են ձեռքերի թմրածության։ Թմրածություն կարող է լինել նաև դիաբետիկ հիվանդների մոտ, երբ որ նյարդերը, պերիֆերիկ նյարդերը, երկարատև շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ պերիֆերիկ նյարդերը վնասվում են եւ դրանք նույնպես բերում են ձեռքերի թմրածության։ Մենք նաև ունենք կարպալ թունելի համախտանիշ, որի դեպքում դաստակային խողովակում միջնակ նյարդը, որը նյարդավորում է առաջին 3 մատները եւ 4 մատի կեսը, միջնակ նյարդը ճշվում է կարպալ խողովակում եւ մենք այստեղ ունենում ենք ծակծկոց, թմրածություն, ցավ։ Հիմնականում այն հանդիպում է երաժիշտների մոտ, որ անընդհատ ձեռքի աշխատանքով են զբաղվում։ Եվ երևի համակարգչով աշխատողների մոտ, այո։ Ինչ պետք է անեն սրանց խուսափելու համար։ Տեսեք, բուժման մոտեցումները այսպիսին են։ Հիմնականում ֆիզիկական այդ ծանրաբեռնվածությունը պետք է նվազեցնել, բացի դրանից ֆիզիոթերապիաներով, հարվածալիկային թերապիան, իսկ ավելի ծանր դեպքերում արդեն վիրաբուժական մոտեցմամբ։ Իսկ եթե չթողնենք, որ հասնի այդտեղ, այսինքն, չգիտեմ, համակարգչի մոտ աշխատողը իմանա, որ այսպիսի խնդիր կարող է ունենալ։ Պետք է ժամանակին դիմել, գոնե ֆիզիոթերապիաներով վիճակը թեթևացնել։ Շաքարային դիաբետ ունեցողների մոտ ինչպիսի նյարդաբանական խնդիրներ են առաջանում հիմնականում։ Տեսեք, դիաբետով հիվանդները հիմնականում նյարդաբանական դրսևորումներն են, պերիֆերիկ նյարդերի վնասումը, ծայրամասային, ստորին վերին վերջույթների նյարդերի վնասումը, որոնք բերում են զգացողության փոփոխությունների, հիմնականում գանգատվում են ծակծկոց, թմրածություն, այրոցի զգացողությունից, թուլությունից, վերջույթների, նույնպես տհաճ երևույթ է սա։ Այս դեպքում պետք է առաջնահերթ կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հիմնականում դիաբետիկ պոլինեյրոպաթիաներով հիվանդները պետք է սիստեմատիկ նույնպես գտնվեն նյարդաբանի հսկողության ներքո եւ ստանան իրենց անհրաժեշտ դեղորայքը։ Հիմնականում բուժարուների որ խումբն է այցելում նյարդաբանի։ Երեխաներ, միջին հասակ, տարեցներ։ Հիմնականում միջին հասակ ու տարեցները, չնայած պետք է նշեմ, որ երեխաների մոտ էլ շատ են խնդիրները, հատկապես ողնաշարի հետ կապված, սկոլիոզները, ողնաշարի թեքվածությունը, մեջքի ցավերը, շատ երեխաների մոտ նույնպես շատ է հանդիպում։ Երիտասարդների մոտ ինչն է ավելի գերակշիռ։ Ինչպիսի խնդիրներ։ Ավելի հաճախ գլխացավերից են դժգոհում, նյարդային լարվածություններից։ Որպես խոցելի խումբ ունենք նաև հղիներ։ Հղիների մոտ ինչպիսի դրսևորումներ կան, այդ հղիության ընթացքում ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ։ Հղիների մոտ ավելի շատ ողնաշարի ցավեր ենք մենք ունենում, քանի որ բորովայնի մեծացումը նույնպես ծանրաբեռնվածություն ընկնում է, այո, ծանրաբեռնվածությունն ընկնում է ողնաշարի վրա եւ եթե նախկինում խնդիրներ ունեցել է, ավելի սրվում է իրավիճակը։ Մեջքի ցավեր ենք շատ ունենում, դեպի ոտք ճառագայթող հատկապես։ Եվ բուժումները ինչպես է իրականացվում, որպեսզի ընթացքին չխանգարի։ Այս դեպքում հղիներին խուսափում ենք դեղորայքից,
Երևի վարժություններ, հա։ Հա, փորձում ենք այդ միջոցներով։ Տեղորայքը տեղիների դեպքում հակացուցված է շատ գոնե ինչ որ ցավազրկող մազերի միջոցով, մինչև որ դրանից հետո հղից ծննդաբերությունից հետո նոր կարելի է զբաղվել։ Որպես նյարդաբան, ինչպես եք լեզու գտնում արդեն տարեցների հետ։ Տատիկները, պապիկները նրանք ավելի զգայուն են։ Տեսեք, այդ տարիքի տատիկ պապիկները հիմնականում շատ են սիրում, որ իրենց շատ լսում են։ Այո։ Իրանք ավելի շատ կարող է կան ոչ թե ինչ որ տեղորայք ստանալու նպատակով, այլ որ խոսեն, դու լսես, իրենց խորհուրդներ տաս, աջակցես այդ նպատակով։ Եվ ստացվում է։ Ինձ թվում է ինչ որ չափով ստացվում է, իհարկե։ Ընդհանուր առմամբ մարդու կենսակերպը նյարդաբանական խնդիրներից խուսափելու առումով ինչպես է սա ազդում մեկը մյուսի վրա։ Օրինակ, չգիտեմ, նստակյացը եւ շատ ակտիվ նստակյաց վիճակը բացասարաբար է անդրադառնում հատկապես ողնաշարի վրա։ Հիմնականում նստակյաց հիվանդները ունենում են ողնաշարի թեքվածություն, սկոլիոզներ, տարածուն ցավեր, խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ակտիվությունը, ցանկացած մարդու է խորհուրդ տրվում։ Ոչ միայն նստակյացների։ Այո։ Իսկ սննդակարգ հատուկ ունենք։ Օրինակ, չգիտեմ, գլխացավերից խուսափելու համար, չգիտեմ, սննդակարգը փոխվի։ Չէ, այդքան սննդակարգի մասին չի խոսքը, ինչքան գլխացավերի դեպքում նախ պետք է պատճառը հասկանալ։ Օրինակ, միգրենի դեպքում ալկոհոլի օգտագործումը, ծխախոտի չարաշահումը, դրանք բացասաբար են անդրադառնում։ Դրանք են հիմնականում սահմանափակում, բայց ընդհանուր առմամբ պետք է ֆիզիկական չափավոր գործունեություն, ակտիվություն։ Հիմնականում բժշկուհի Հակոբյան մարդկանց մոտ շատ է հիմա այդ սթրեսային վիճակները, կարծես եւ մեծերի մոտ է սա առկա եւ փոքրերի մոտ։ Այս սրանք ինչպես են նպաստում գլխացավերի առաջացմանը։ Ես պետք է նշեմ, որ ավելի հաճախ հանդիպող է հոգեցին, այսինքն փսիխոտիկ վիճակը անձի գլխացավերի առաջացման մեջ, քանի որ հիմնականում այն պացիենտները, որոնք գտնվում են անընդհատ ստրեսային նյարդային վիճակում, իրենք ունենում են անընդհատ գլխացավեր։ Այս դեպքում մենակ նյարդաբան եք դուք հանդես գալիս, թե նաև որպես հոգեբան։ Այս դեպքում ես նախ խորհուրդ եմ տալիս պատճառը փորձել կարգավորել, վերացնել հոգեբանի, հոգեթերապևտի հետ, նույնպես պետք է կապ լինի, բացի նյարդաբանից, փորձել պատճառը վերացնել։ Այսինքն, եթե հիվանդը ունենում է գլխացավ, տեղը խմում է, բայց ինքը ունի իրեն անհանգստացնող պատճառ, որ իրեն ստրեսի ենթարկվում, այդ գլխացավերը վերջնական լուծում չեն հանդիսանում։ Հարկավոր է նախ խնդիրը կարգավորել, որովհետև մենակ մենք տեղորայքով չենք կարող հարցը լուծել։ Բայց ընդունում եք, որ նյարդաբանը նաև հոգեբան պիտի լինի ինչ-որ Իհարկե, դրանք զուգակցված են իրար հետ։ Ընդհանրապես բժշկի մասնագիտությունն է, հոգեբանությունը այդպես կարմիր գծի նման գնում է։ Այո։ Պետք է հիվանդի դրության մեջ մտնել, որպեսզի հիվանդը վստահի քեզ եւ բուժումը մենակ տեղորայքով չի։ Խոսքն էլ շատ կարեւոր նշանակություն ունի, այսինքն հիվանդը որ գալիս է բժշկի մոտ, ինքը ավելի շատ իր խոսքին է սկզբից հավատում, հետո նոր բուժումն է իրականացնում, այսինքն հավատալով է դա իրականացնում։ Կարող է չհավատա ու դու տեղորայքը նշանակես, ինքը չփորձի էլ առնել։ Այստեղ վստահությունը մեծ նշանակություն ունի։ Վստահությունը միանշանակ։ Եվ ճիշտ է, որ ասում են բժշկի մեկ խոսքը արժե 1000 տեղ։ Իհարկե։ Այս բարի նոտայի վրա ուզում եմ ավարտենք մեր հաղորդումը եւ վերջում որպես մասնագետ կուզենայի ձեր կոչը, հորդորական խորհուրդը ուղղեիք մեր հեռուստադիտողներին որպես նյարդաբան։ Իմ կոչը հիմնականում խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ, առկա խնդրի դեպքում դիմել մասնագետի, ստանալ ճիշտ բուժում, ճիշտ խորհրդատվություն եւ զերծ մնալ ստրեսներից։ Այո, ամենակարևորը։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։
Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի նյարդաբան Մարի Հակոբյանին։ Դե ինչ, զերծ մնանք բոլոր տեսակի սթրեսներից եւ լինենք առողջ։ Մեդինֆոն էր եթերում։